Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ հյուրն է մեր սիրված երգահան երգիչ, բոլորիս կողմից հարգված, իմ լավ բարեկամ եւ ձեր լավ բարեկամ եւ ընկեր Դավիթ Ամալյանը։ Ողջույն Դավիթ ջան։ Ինչպե՞ս ես։ Ողջույն, փառք Աստծո։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ ժամանակ գտա հենց այս նախատոնական օրը։ Գիտես ինչի եմ քեզ հատկապես ցանկացել, որ դու ներկա լինես այս հաղորդմանը։ Ես այս 10 տարի ասում եմ բարեկամներ, այս բդից, բանից մի քիչ ընկոմ, մի քիչ երես թեքենք, ինձ այդքան էլ չեն հավատում։ Միգուցե դու կարողանաս համոզես, որ հարգելի հեռուստադիտողներ, մենք ունենք ավանդական, ունենք ծիսական, տոնական, առավել եւս պալատական ուտեստ, որ կոչվում է ամիջ, լցոնված հնդկահավ։ Ունենք միայն լսովի եւ ունկնդրովի դերում եմ։ Այո, բայց դու որպես էքսպերտ, այսպես ասենք, կամ գնահատող։ Ես սիրում եմ այս գործերին էքսպերտ լինել։ Հնդկահավը մի քիչ խանձել ենք, խանձելը ջերմային մշակման օժանդակ եղանակ է։ Դրա համար մի քիչ այսպես մաշկը բացվել է։ Պիտի համեմենք, Դավիթ ջան, սխտոր եւ աղ։ Ես այդ լուծույթը կպատրաստեմ, դու հատուկ գործիքով կներարկես։ Թող գալիք տարին ներարկելու հետ կապված բոլոր խնդիրները հենց ամիջի հետ կա։ Ամանորը ինձ համար անկեղծ եմ ասում, միակ տոնն է, որ միջոցառում չի, ինչ-որ իր մեջ հեքիաթային բան կա, որ մինչև հիմա իմ մոտ դեռ պահպանվել է։ Այո։ Մինչև հիմա տոնածառը սիրում եմ։ Այդ տոնածառի առումով բան չի փոխվել, ուղղակի առաջ ինչ-որ միշտ մտածում եմ, որ տոնածառի խաղալիքների հետևում մի թաքուն բան կա, հիմա գիտեմ, որ ոչ մի բան էլ չկա։ Այդ է, այսինքն Հախվերդյան Ռուբոն լավ խոսք երգերից մեկի մեջ մի հատված ասում է, իսկ երբ մեծացա կարգին բթացա։ Այսինքն մանկության այդ արժեքը հասունացման հետ կորում է, բայց մենք փորձում ենք այդպես շարունակել ու այդպես հիմա պիտի նրան սրսկել։ Այո, հիմա պիտի ներարկենք վաղվա հեքիաթային օրը, որ հեքիաթների հետ միասին նաև համեղ ուտեստ ունենք։ Հա, դե հեքիաթը պիտի ազդել այս մասերը, հաստ մասերը, այսպես։ Սրսկել։ Լրիվ Չէ, քիչ-քիչ, որտեղ բոլորը ամբողջը պիտի կրծքամիսը, ազդրամիսը, ահա։ Բավական, այո, այո։ Մյուս մասից երևի ներքևից։ Մենք հարգելի հեռուստադիտողներ, տեսակ սխտոր ճզմեցինք, աղ ավելացրինք։ Մենակ ես չի արել։ Այո։ Որը լցնում է։ Հիմա մենք կսարքենք նաև մի խյուս, որի պիտի նորից սկսենք հնդկահավին, սա աջիկա է, մեր ավանդական, գեղեցիկ, սա աշտարակ սոուսն է ձեր քաջածանոթ։ Սա արտաքին շերտին ենք կսելու։ Արտաքին շերտին ենք կսելու, արտաքին շերտը կսելու ժամանակ, Դավիթ ջան, իմ միտքը մի լավ, տենց երգեր ա գալիս, չգիտեմ ինչ անեմ։ Կսելու ժամանակ։ Հա, հենց կսելու ժամանակ, չգիտեմ ինչ հենց այդպես ստացվեց։ Կսելու երգեր ես չգիտեմ, Մենք Ես իմ ընկերներին բոլորին նախանձում եմ, որ այս ժանրի մեջ կարողանում են ինչ-որ sense համապատասխան երգեր երգել, որովհետև ես այդ երգացանկը շատ սուղ է։ Աջիկան քսեցի։ Չէ, չի լինի։ Առավել եւս ես միշտ ասում եմ, ինչու են տղամարդու պատրաստած մթերքը միշտ ավելի համով լինում, քան կանանց, որովհետև կանանց համար դա պարտականություն է, տղամարդու համար ստեղծագործություն։ Այո, մենք ունենք կիսախաշ բրինձ, Դավիթ ջան, եւ ունենք մասուրի չիր կամ հոնի չիր։ Մենք մասուրին ենք օգտագործում այսպես։ Ավելացնում ենք առատ սոխարած։ Սոխարածը պանրխաշի սոխարածին է շատ։ Պանրխաշին, այո, այո։ Այո։ Դուք մեր կեղի սարքից։ Այո, ձեր կողմերի է եւ իմիջիալոց մենք միշտ օգտագործում ենք։ Ունեք դուք այդպեսի չէ որ մենք մեր ռեստորանը ազգային ավանդականի մեջ է եւ մենք ունենք մեր կերակրասանկի մեջ։ Այնքան ուրախացա որ մարդիկ հիշեցին։ Մենք մեր ռեստորանում ունենք իրակրատեսակ պանրխաշ, ռեստորանի նկատի ունեմ մեր ընկերների։ Այո։
Շրջապատը մեր համար ռեստորան անկախ որևէ մեկի տունը կամ որևէ մի տեղ։ Այո։ Ինչ կարծիք ես, եթե մի քիչ սամիտ կտրատենք սրա վրա ավելի համա։ Ինչ անում կտրատեմ։ Ես կտրատեմ Դավիթ ջան։ Ես չեմ։ Մի բան պետք է ես ուզում եմ որ մենք ուղղակի խոսենք, ասենք որ երբ որ ամանոր է, երբ որ ուզում ենք որ սեղանը առալ լինի, այդ առատությունը հասկանանք, որ ոչ թե դա ծանր մսեղեններից է կամ առատ ինչ որ բան։ Ի վերջո Սեդրակ ջան, հազար ներողություն ընդհատելու համար։ Իմ կարծիքով առատությունը մարդու հոգու մեջ պետք է լինի։ Այո։ Հայի դեպքում երբեք սոցիալական կարգավիճակը առատության եւ ոչ առատության չափանիշ չի։ Այո։ Որովհետեւ ես հաց ու պաներով քեֆանողներ եմ տեսել, որ հաստատ ավելի երջանիկ էին, քան որոշ ընդհանուր։ Այս հացից հեռու որոշ դեմքեր, որ ռեստորաններում ինչ որ խնջույքներ են անում։ Դավիթ ջան, այսպես կարող ես անել լցան։ Արեմ։ Եվ կարծում եմ որ մենք մի քիչ ավելի շատ արդարությունից ենք որ ժողովրդին մաղթենք, որ թող նոր տարին այդ հեքիաթային առումով մի քիչ շատ այդ բառը օգտագործեցի, բայց սպասելիք լինի բոլորի համար եւ կարևորը ես կարծում եմ դժվարությունները հաղթահարելն է։ Այ հեքիաթ ասեցիր, ես կարծում եմ որ այդ հեքիաթին ոչ միայն փոքրերն են սպասում, մենք էլ ենք ինչ որ մի տեղ, ինչ որ մի գաղտնի տեղ, այնուամենայնիվ մի ինչ որ հեքիաթային բանի ենք սպասում։ Լրի պիտի լսնեմ։ Սենց գայթակղի չէ արդեն տեսքը, ինձ թվում է արդեն բանը եփելու կարիք չունի։ Վերջ։ Այսպես, հիմա մեզ մնում է փայլատի թեղով ուղղակի փաթաթել։ Բայց խնդրանքս եւ պահանջելու նման խնդրանքս այս ուտեստը պետք է պատրաստել նույն օրը եւ ոչնչացնել նույն օրը չպահել դրեցինք տապակի մեջ ջերոց ենք ուղարկում ջերոցում պիտի լինի 160 աշճան մեզանից կպահանջվի ուղիղ 2 ժամ 2 ժամ հետո այս ուտեստը արդեն պատրաստ է կհանդիպենք 2 ժամ հետո Բարեկամները հայև պատրաստ է ամիջը, արդեն իր ամբողջական տեսքով։ Ահա, Դավիթ ջան, ներարկեցիր քնաբերը, բայց մի բան մոռացել էիր ասես։ Ճնշումը չափել։ Ճնշումը չափել։ Ես կյանքում առաջի անգամ այդ գործիքը պետք եղավ, որտեղ սրսկելու անհրաժեշտություն շատ է պետք եղել, բայց ես չեմ կարողացել օգտագործել։ Սա էլ եղավ մի փորձ, բայց փորձը բավականին ախորժելի տեսք ունի, հուսով եմ համնել համապատասխան տեսքին։ Եվ իսկապես, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, իսկապես դժվար հավի ազգայինը լինի, բայց ամեն դեպքում ինքը որպես կերակրատեսակ մի քիչ ավելի լավն է։ Ավելի տոնական է, չէ՞, ավելի։ Դες չի խոզի բուդնել են ուտում մարդիկ, դες չի որ բուդը Հա, բան չունեմ ասելու, ազգային ցակում ունի, բայց այս իսկապես իմաստ ենք դրել եւ այս իմաստի մասին էլ բարեկամներ դուք հիմա ավելի մանրամասն կծանոթանաք, թե որտեղից եւ ինչպես ամիջը եկավ հասավ մեզ։ Ամիջ Եղիշեն փորձերով ներկայացնել հայ իշխանուհիների ազնվական ապրուստը նշում է նրանց ծննդակարգը օրինակ բերելով ամճովք էոց կերակրատեսակը, որը իհարկե հետաքրքիր բացատրություն ունի։ Այսպես Հրաչյա Աճարյանը այս կապակցությամբ նշում է. Ամիջ խորտի կիմսոյ կամ յորսոյ, ծուծ կենթանեած։ Իսկ Ստեփան Մալխասյանցը նշում է. ամիջ Զանազան մրգերի խառնուրդ, իբրև աղանդեր, մեղե։ Սա իհարկե հետաքրքիր է կերակուրի առավել վաղ հիշատակման տեսանկյունից դիտարկելիս։ Հետաքրքիր է նաև այս կերակրատեսակի մեկ այլ դրվագի հիշատակում, այս անգամ արդեն Փավստոս Բուզանդի կողմից։ Ամիջ կերակրատեսակը հայտնի է որպես հայկական կերակուր 5-րդ դարից ի վեր, եւ եթե Եղիշեի մոտ այն հիշատակվում է որպես որսի մսով պատրաստված ազնվական ճաշատեսակ, ապա Փավստոս Բուզանդի մոտ սա աղանդեր է մրգերով լցոնած։ Բարեկամներ, դուք արդեն ծանոթացաք այս ուտեստի ծագումնաբանությանը։ Հիմա մենք Դավիթ ջան, ամանոր է եւ
ուրախ Ուղղակի գինու գավաթները մի քիչ հեռու են դրված, էլի։ Գինի գավաթները կմոտեցնենք եւ ուզում եմ նշել, որ որպես թշնամիս հնդկահավի հետ մենք առաջարկում ենք սպիտակ անապակ գինի։ Մեկ էլ օղի։ Բայց գինով պիտի կենաց խմենք։ Դավիթ ջան, տարին անցավ ստեղծագործական ամբողջ ճանապարհը, ամբողջ այդ ընթացքը քո բոլորիս աչքի առաջ էր, մանավանդ որ վերջերս էլ դու մենահամերգ ունեցար եւ նախ շնորհավորում եմ դրա մասին եւ ինչ ստացար կամ տվեցիր, ասենք դու շատ չես էլ ստանում երբեք դու միշտ նվիրաբերում ես։ Չէ, ասեմ, որ ես շատ եմ ստանում եւ նախ ուրախ եմ, որ մեր երկրում կա հանդիսատես, որի հետ կարելի է կիսվել։ Առաջին շնորհակալությունս հանդիսատեսին է եւ Փառք Աստծո անցավ եւս մի համերգ, որի մեջ ամփոփեցի հերթական ապրումները, որոնք վերածվել են երգերի։ Եվ ես ուզում եմ մաղթանքով դիմել մեր հասարակությանը, որ երբեք որևէ դժվարություն թող, գիտեք ինչ, ավանդույթը պաշտամունք չի, ավանդապաշտ բառը մի քիչ բան է, ավանդույթը եւ մարդկություններ, մարդապաշտել առանձնապես մի արժեք չի, բայց ավանդական մարդը դա համամարտկայինի եւ ազգայինի սինթեզն է, որ երկուսի անհրաժեշտություններ կա։ Ինձ ինչքան հոգնածում են անհասկանալի սերի պատկանող անհասկանալի երգիչներ կամ ես ինչ որ ականջողավոր տղաբարդիկ բան, այդքան զզվացնում է վատ գեղեցկական մատուցումը։ Եվ մի փոքր երգի հատված, պապերի երգի հատված, որ այս տարի է ծնվել Սարգիս Հարությունյան մեծ մարդ կա եւ իր հետ շփվելուց հետո գրել եմ այս երգը, պապերի երգ։ Ակադեմիկոս Սարգիս Հարությունյանի մասին է խոսքը, էպոսի վերծանումներից մեկը իրենն է։ Գրել եմ պապերի երգ, նվիրված պապերի, ընդհանուր մեր պապերին։ Երնեք պապս հիմի լիներ, նրա խոսքն էլ գինի լիներ, գինուտ հասը սիրուց ելներ, իմ ու իմ ոնց տերը լիներ, գինուտ հասը սիրուց ելներ, իմ ու իմ ոնց տերը լիներ, սիրտս լիներ հոգուս խերը, խերով հոգիս մարդկանց սերը, ասիրտ մարդու տիրու մերը, պապս լիներ հողիս տերը, ախիղճ մարդու տիրու մերը, պապս մնար հողիս տերը։ Կարճ երկեցի, բայց ապրես շատ շնորհակալ եմ Դավիթ ջան։ Եվս մեկ անգամ հանդես գալիս։ Ապրես եղբայր, ապրես արգելերուսադիտողներ, ուզում եմ որ մենք միշտ միասին լինենք, ուզում եմ որ այսպիսի տղաների, Դավիթի նման տղաների հետ միշտ լինենք, ուզում եմ որ ամուր լինենք, իսկ երբ որ մենք միասին ենք, միշտ ամուր ենք։ Գիտեք, մի սեղանի շուրջ ենք կանգնած, որտեղ կարպետ է եւ կարպետի վրա արևի խորհրդանիշը։ Թող գալիք տարվա մեջ միշտ արև լինի, թող գալիք տարվա մեջ միշտ հիշենք մեր պապերին, ինչպես նշեց Դավիթը, եւ թող միշտ ուզենանք, որ մեր հողի տերը լինենք, եւ ամուր լինենք եւ միասնական լինենք, տարին հաղթական է լինելու, առողջ լինենք։ Ամիջ, հնդկահավ 1 հատ, սխտոր 5 բջեղ, տաք ջուր 200 գրամ, մասուրի չիր 100 գրամ, սոխ 500 գրամ, ձեթ 70 գրամ, սամիտ 5 գրամ, աջիգա 300 գրամ, բրինձ 250 գրամ, աշտարակ սոուս 100 գրամ, բարեախորշակ։